Ինչպես է հաջողվում այդ թվում նաև քրիստոնյաներին կերպարանափոխվել։ Այսինքն կան այնպիսի քրիստոնյաներ, ովքեր եկեղեցի են գալիս գեղեցիկ, ճիշտ կերպով, բայց երբ դուրս են գալիս եկեղեցուց, ինչպես մի քույրիկ պատմել է իմ փոքր քրոջը, ասում է, երբ ես պետք է գնայի ուսումնարան, հայրիկս միշտ ստուգում էր. «Դե դուրս արի, մի հատ քեզ տեսնեմ»։ Դուրս էի գալիս, վերջ, թող Աստված օրհնի քեզ։ Իսկ ես մտնում էի վերելակ եւ 3-4 պտույտ 1, 2, 3, 4 կիսաշրջազգեստս բարձրացնում էի եւ ահա վերելակից դուրս էի գալիս բոլորովին այլ կերպարանքով։ Երրորդ թագավորացում հետաքրքիր դեպք է նկարագրված։ Երբ Հերոբովամի որդին հիվանդացավ, նա ասում է իր կնոջը. «Գնա եւ խնդրիր մարգարեին, Այքիա մարգարեին»։ Նա արդեն շատ ծեր էր եւ աչքերն այլևս լավ չէին տեսնում։ Բայց Հերոբովամն ասում է. «Որպեսզի չիմանան, որ դու թագավորի կինն ես, կերպարանափոխվիր»։ Երբ Այքիան դռան բացվելուց եւ ներս մտնելուց հետո լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտիր, Հերոբովամի կին, ինչու ես կերպարանափոխվել, ես ուղարկված եմ, որ քեզ դաժան բան ասեմ»։ Մարդկանց մոտ մենք կարող ենք համարձակվել ժամանակին փոխվել, հոր մոտ այլ կերպ գնալ, սպասավորի մոտ այլ կերպով, աշխարհում երրորդ ձևով, ինչպես մեզ ճիշտ է թվում, բայց Աստծո մոտ մենք չենք կարող թաքնվել։ Իսկ եթե մենք Աստծո առաջ կեղծավոր կերպով ենք վարվում, եկեղեցում այլ ենք, տանը ուրիշ, փողոցում հարևանների ու աշխատակիցների մոտ այլ, դա կեղծավորություն է, եւ Աստված ասում է. «Անկեղծի հետ անկեղծ եմ վարվում, մաքուրի հետ մաքուր եմ վարվում, իսկ կեղծավորի հետ իր կեղծավորության պես»։